Արդյոք ամուսինս ունենալով այլ մշակույթ կիսում է իմ հայացքները երեխաների դաստիարակության հարցում, թե ոչ։ Կան արդյոք էական տարբերություններ հայ և հնդիկ երեխաների դաստիարակության մեջ։ Օտար երկրում ապրելը նպաստել է իմ զգոն լինելուն կենսակերպի բոլոր հարցերում, հատկապես երեխաների դաստիարակության հարցում, թե ոչ այնքան։ Բարևներ սիրելիներս, այսօր խոսելու եմ այս թեմաների շուրջ։ Շատ հետաքրքիր կետեր եմ նշելու և ընդհանուր ազգային նմանությունների և տարբերությունների մասին և իմ անձնական ու ընտանեկան փորձի մասին։ Այ հիմա մեկ մատի հպումով բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի ինձ չկորցնեք, դե ես էլ մի նոր լավ հետևորդ ձեռք կբերեմ։ Ես ու ամուսինս տարբեր մշակույթների կրող ենք, արդեն գիտեք, և դա հատկապես զգացվեց մեր առաջնեկի Ռոնիի ծնունդից հետո, երկուսս էլ առաջին անգամ էինք ծնող դառնում, անփորձ էինք, ու բնականաբար ամեն մեկս փորձում էր կիրառել այն, ինչ տեսել ու լսել էր գուցե իր ընտանիքում, իր բարեկամների շրջանում, իր միջավայրում։ Այդ ամենը սկսում էր արտահայտվել ամենափոքր մանրուքներում՝ երեխայի խնամքից մինչև սնունդ, շորերի քանակ, աղմուկի մեջ քնեցնել կամ չքնեցնել, բայց կարծում եմ անկախ մշակութային տարբերությունից սա լինում է բոլոր զույգերի մոտ գրեթե, որովհետև եթե անգամ երկուսն էլ հայ են կամ երկուսն էլ հնդիկ են, միևնույն է տարբեր ձև են մեծացել ու տարբեր կարծիքներ ունեն տարբեր հարցերի շուրջ, մանավանդ երբ դա արդեն դառնում է անձնական փորձ, երբ դու ես մայրիկ կամ հայրիկ, բնականաբար երեխայիդ համար դու ես ցավում, դու ես հոգում, արդեն այլ է։ Երբ այլոց երեխաների մասին ես կարծիք հայտնում, դա այլ է։ Իմ դեպքում ես ավելի շատ ոչ թե փորձում էի շարժվել այնպես, ինչպես տեսել էի Հայաստանում հայ ծնողների մոտ, այլ հակառակը շատ հարցերում փորձում էի դիմադրել հենց այստեղի մոտեցումների սխալներին։ Ոչ թե որովհետև այստեղի էին, այլ որովհետև որպես մարդ և որպես մայրիկ ես դրանց հետ համաձայն չէի։ Դեռ հղիության շրջանում ես սկսել էի ուսումնասիրել առողջ սնունդը, երեխայի խնամքը, զարգացման փուլերը, կարելիներն ու չկարելիները, կարդում էի, համեմատում, փորձում հասկանալ։ Այդ ընթացքում ամուսինս խիտ աշխատանքային գրաֆիկ ուներ և պարզապես ժամանակ չուներ նույն ծավալով ուսումնասիրելու այս ամենը, և դա էլ իր հերթին նոր տարբերությունների հիմք էր դառնում բնականաբար, որ ժամանակի ընթացքում մենք սկսեցինք բացահայտել միմյանց արդեն որպես ծնողներ, սովորեցինք իրար լսել, քննարկել մոտեցումների նոր ձևեր, դիտարկել տարբեր ծնողավորման մոդելներ։ Անհամաձայնություններից հետո հիմնականում գալիս էինք համաձայնության, չհաշված որոշ բացառություններ։ Իսկ հիմա Արեգի հետ կապված ամեն ինչ լրիվ այլ է։ Մենք արդեն իրար լավ ճանաչում ենք, որպես ծնողներ գիտենք ինչը որից հետո է և մեր դիրքորոշումները գրեթե նույնն են դարձել։ Ռոնիի հետ կապված սակայն որոշ հարցեր դեռ շարունակվում են, որովհետև նա տարբեր տարիքային փուլերով է անցնում, երբեմն լինում են մի քանի տիպի տարակարծություններ, որոնք մենք քննարկում ենք ու փորձում հասկանալ, որն է ճիշտը տվյալ իրավիճակում, իսկ որը ոչ, բայց հիմա արդեն ես գիտեմ ինչն իրեն դուր չի գալիս և չեմ միջամտում։ Նույնը ինքը ինձ արդեն լավ ճանաչելով ըստ իրավիճակի չի խառնվում։ Մենք հստակ պայմանավորվել ենք, որ երեխաների ներկայությամբ երբեք միմյանց չենք ցածրացնի և եթե մեկը նախատում է, մյուսը չի անում հակառակը։ Օտար երկրում ապրելը, այո, շատ բաների մեջ ինձ ավելի զգոն է դարձրել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ օտար երկիրը Հնդկաստանն է։ Կան հարցեր, որոնց ես նույն կերպ կարձագանքեի կամ նույն դիրքորոշումը կունենայի, որտեղ էլ որ ապրեի, բայց կան բաներ, որոնց ավելի մեծ ուշադրությամբ եմ մոտենում, հենց այն պատճառով, որ ապրում եմ Հնդկաստանում։ Այստեղ ժողովուրդը շատ է, բազմազան, տարբեր հավատքներով, ավանդույթներով ու նաև տարբեր ռիսկերով։ Այս ամենը գիտակցելով ծնվում են իհարկե վախեր, տագնապային մտքեր, շատ ժամանակ փորձում եմ չմտածել դրանց շուրջ։ Ես հայ մայրիկ եմ, ով ապրում է Հնդկաստանում և կան մի քանի բաներ, որոնք ինձ մշտապես զգոն են պահում այստեղ։ Առաջինը երեխայի ապահովությունն է։ Մենք ապրում ենք մեգապոլիսում, որտեղ ցավոք երեխաների առևանգման դեպքեր կարող են լինել։ Թեև մեր բնակելի տարածքը որոշակի ապահովության զգացում է տալիս, ես դրսում երեխաների հետ լինում եմ առավելագույնս ուշադիր, հատկապես մանկական խաղահրապարակներում կամ ցանկացած հանրային վայրում։ Երկրորդը սնունդն է։ Ես շատ զգոն եմ, որ երեխաներս փողոցային սնունդ չուտեն։ Ռոնիի հետ այս հարցում շատ եմ պայքարել, երբ նա արդեն մեծ էր։ Ամեն ինչ արել եմ, որ նա առողջ սնվի։ Առանց զլանալու բառ առ բառ բացատրել եմ հետևանքները, նկարագրել, թե ինչպես են պատրաստում այդ սնունդը, ինչ մթերքներ են օգտագործում և ինչ վնաս կարող են տալ առողջությանը դրանք։ Նույնիսկ հատուկ գիրք եմ գնել, որովհետև գիտեմ նա գրքում գրվածին շատ է վստահում, եթե գրված է գրքում, իր համար դա արդեն ճշմարտություն է։ Հիմա առանց ինձ փողոցային սնունդ չի ուտի բնականաբար։ Իմ նպատակը դա փոքր տարիքից էր
պայմաններն էր, որ հետո ցանկություն էլ չունենա ուտելու, ու նույնը վերաբերում է գունավոր ու անգույն կոնֆետներին, բացի փողոցային սնունդը նկատի ունեմ, 1000-ից մեկ կարելի է, բայց ոչ որպես ամենօրյա պահանջ։ Երրորդը վարքն է։ Այստեղ կան սովորույթներ, որոնք ինձ համար տհաճ են։ Թքել հասարակական վայրերում, աղբ նետել որտեղ պատահի, իսկ մենք բոլորս գիտենք, որ երեխաները շատ արագ են վերցնում վատ օրինակները, դրա վրա ես շատ եմ աշխատում և ամուսինս նույնպես։ Ու բնականաբար արդյունքը տեսնում ենք, Ռոնին գիտի իրեն ինչպես պահել ու ինքն էլ է քննադատում այդ տհաճ սովորությունները և այլն և այլն։ Չորրորդը անվտանգության մշակույթն է։ Այստեղ հաճախ տեսնում ես մոտոցիկլետի վրա նստած ամբողջ ընտանիքը, ամուսին, կին, երեխա, 3 երեխա և ոչ ոք պաշտպանի սաղավարտ չունի։ Հնդիկները ունեն մի արտահայտություն՝ «Կուչ նհի հոգա», բան էլ չի լինի։ Այսինքն նրանք չեն փորձում նախապես պաշտպանվել ու կանխել վտանգը, այլ մտածում են, որ հաստատ ոչինչ չի պատահի, իսկ եթե հանկարծ պատահի էլ, հետո ինչ-որ մի բան կանենք։ Այդ մտածողությունն է, էլի, որ հանգեցնում է առանց սաղավարտ մոտոցիկլետ վարելուն երկար ճանապարհ գնալու համար։ Ես Ռոնին մշտապես բացատրում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ։ Այս պահին երևի այսքանն եմ հիշում, բայց ամենակարևորը այս ամբողջ ճանապարհին մենք սովորեցինք, որ ծնող լինելը միայն երեխա մեծացնելը չէ, այլ նաև միմյանց ճանաչել, ընդունել, սովորել ու փոխվել։ Ու այո, երեխայի ծնունդից հետո շատ դժվարություններ են առաջանում հենց այս հարցերի հետ կապված։ Էլի եմ ասում, եթե իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, որ ավելի թեթև նայեր ամեն ինչին, գուցե ավելի թեթև կանցներ իր կյանքը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Հիմա խոսեմ հայերի և հնդիկների դաստիարակության ձևերի մասին։ Հայկական և հնդկական ընտանիքներում երեխաների դաստիարակությունն ունի ինչպես ընդհանուր արժեքներ, այնպես էլ տեսանելի տարբերություններ։ Դրանք ձևավորվել են պատմության, մշակույթի, կրոնի և հասարակական մտածելակերպի ազդեցությամբ։ Հայկական ընտանիքներում ծնողները հաճախ ձգտում են երեխայի հետ ստեղծել խորը կապ, խոսել նրա զգացմունքների մասին, ոչ միայն հրահանգել, այլ նաև բացատրել, թե ինչու օրինակ այսինչ բանը կարելի է, իսկ այնինչ բանը չի կարելի։ Ես կարծում եմ, որ 90-ականների ու այժմյան ծնողավարության մեջ շատ տարբերություններ կան, շատ փոփոխություններ կան։ Հիմա ես խոսում եմ Հայաստանի հայ ծնողների մոտեցման մասին այս ժամանակաշրջանում երևի, դրա համար եմ սա նշում, որովհետև չեմ կարծում, թե 90-ականներին օրինակ երեխաների և ծնողների հուզական կապը շատ ամուր է եղել, որ ծնողները շատ մտածել են երեխաների հույզերի մասին, իրենց կարծիքը լսել են ընտանիքներում, հաշվի են առել, կարևորություն են տվել։ Կարծում եմ այդպես ուղղակի ավելի շատ զբաղված են եղել, կենտրոնացած են եղել իրենց առօրյա հոգսերի, գործերի և ֆինանս տուն բերելու հետ կապված, և դե մութ ու ցուրտ տարիներ և այլն, մի քիչ էլ մտածելակերպը այլ էր, շատ չկար գրականություն հասանելի և մարդիկ ուղղակի ապրում էին այնպես, ինչպես գիտեին, ուղղակի ապրել։ Հիմա այս ժամանակներում մեր տարիքի ծնողները ավելի ուրիշ ձև են մտածում, ավելի իմ կարծիքով ճիշտ են մտածում երեխաների հետ շփման ձևեր ընտրելիս, մոտեցումներ ընտրելիս։ Ես հիմա ավելի շատ համեմատում եմ այժմյան ընտանիքները, տարբերությունները և նմանությունները հնդկական և հայկական։ Հայաստանում երեխային վաղ տարիքից փոխանցվում է արժանապատվության զգացումը, այն միտքը, որ նա ոչ միայն ինքն է ապրում իր կյանքը, այլ նաև ներկայացնում է իր ընտանիքը, այսինքն մի սխալ և իր ընտանիքն էլ է տուժելու դրանից։ Հնդկական ընտանիքներում էլ է այդպես, ուղղակի չենք կարող մի կարծիքը տարածել բոլորի վրա, այսինքն այնպես չէ, որ ինչ-որ մի բան համընդհանուր է, կլինեն իհարկե մարդիկ, ովքեր այլ ձևով կվարվեն, բայց երևի հիմնականում մեծամասամբ այդպես է։ Հայ երեխան օրինակ արտահայտում է իր ուրախությունը, տխրությունը կամ բողոքը խոսքի միջոցով և նույնիսկ երբ կան խիստ սահմաններ, զգացմունքային շփումը մնում է կենդանի, այսպես ասած, ավելի ազատ են հայ երեխաները իրենց ծնողների հետ, քան օրինակ հնդիկ երեխաները։ Հնդիկ երեխաները ծնողների հետ խոսելիս, ծնողների հետ շփվելիս շատ ավելի զգոն պետք է լինեն, ընտրեն իրենց խոսքերը, իրենց բառերը, չգիտեմ, սահմաններ կան գծված ավելի շատ ըստ իս, քան օրինակ հայկական ընտանիքներում։
Հնդկական ընտանիքում երեխան շատ հաճախ մեծանում է մեծ ընտանիքի մեջ, ինչպես օրինակ առաջ Հայաստանում էր, հիմա էլ կան ընտանիքներ, որ ապրում են բոլորով միասին, երկու եղբայր իրենց ընտանիքներով, սկեսուր, սկեսրայր կամ եւ գուցե ավելի մեծ ընտանիքներով, բայց քիչ են ավելի շատ Հայաստանում, այստեղ եղել են, մինչև հիմա էլ կան շատ, որովհետեւ դա էլ կախված է բնականաբար տարբեր այլ հանգամանքներից, ֆինանսը չհերիքելու հանգամանքից եւ այլն եւ այլն։ Հազար ու մի հարց, բայց հիմա մենք դա չենք քննարկում։ Մեծ ընտանիքների մեջ են մեծանում երեխաները, որտեղ շուրջը միշտ կան տատիկներ, պապիկներ, մեծահասակներ, հորաքույրներ, քեռիներ, հոպարներ։ Այստեղ երեխան վաղ տարիքից սովորում է ապրել ոչ միայն իր ցանկություններով, այլ նաև ընտանիքի պահանջներով, ընդհանուրի պահանջներով։ Ավագների խոսքը ունի հատուկ կշիռ եւ հնազանդությունը դիտվում է որպես կարևոր արժանիք։ Զգացմունքներ կան, բայց երեխան սովորում է դրանք կառավարել, հատկապես հանրային միջավայրում, հատկապես մեծ ընտանիքի մեջ, երբ ելի եմ նշում կան մեծահասակներ։ Կրթության հարցում եւս տարբեր մոտեցումներ են նկատվում։ Հայկական միջավայրում կրթությունը կարևոր է, սակայն երեխան հաճախ ունի հնարավորություն զբաղվելու նաև արվեստով, երաժշտությամբ կամ պարով, սպորտով, առանց չափազանց մեծ ճնշման, դպրոցի դասերի հետ կապված, գնահատականների հետ կապված, թեպետ այո, մեր ծնողները նույնպես այդ առումով խստություն ցուցաբերում են։ Հիմա չգիտեմ, ես իրեններս, ես 10 տարուց ավել է Հայաստանում չեմ ապրում, ես չգիտեմ ինչպես է հիմա այնտեղ էս ամենը, բայց ես երևի խոսում եմ իմ տեսածը, համեմատում եմ իմ տեսածով եւ նաեւ այն ժամանակ էլի, երբ ես Հայաստանում էի եւ ինչպես նաեւ հիմա համացանցում Հնդկաստանում նույնպես ծնողները կարևորում են երեխային տարբեր խմբակների ուղարկելը, պարի, սպորտի եւ այլն, բայց հիմնականում ավելի շատ հավելյալ պարապմունքների են ուղարկում դպրոցի հետ կապված գնահատականները բարձրացնելու համար, ակադեմիական հարցեր լուծելու համար, էլի այդ ոլորտում ավելի շատ առաջընթաց գրանցելու համար, քան թե կարևորում են երեխայի հաճույքը, որ օրինակ գնա երգեցողության կամ դաշնամուրի կամ կիթառի իր հաճույքի համար, որ բավարարվածություն զգա, բավականություն ստանա, ոչ, ավելի շատ կարևորում են դպրոցում շատ լավ սովորելը եւ շատ մեծ ճնշում կա երեխաների վրա սովորելու հարցում։ Հնդկաստանում կրթությունը դիտվում է որպես ընտանիքի եւ երեխայի ապագայի գլխավոր հենասյուն։ Եվ եթե ընտանիքում մեծանում են տղաներ, ավելի մեծ է պատասխանատվությունը տղաների վրա, որովհետև տղաներին տալիս են կրթության, նաև շատ ստիպում են, որ լավ սովորեն եւ շատ ժամանակ իրենց ուզած մասնագիտությունն ընտրել, որովհետև հետո մեծանալով ծնողները մնում են այդ տղաների հույսին, այդ երեխաների հույսին, որովհետև կառավարությունը ոչ մի ձև չի աջակցում մեծահասակներին։ Քննությունները, դրանց արդյունքներն ու մրցակցությունը մեծ դեր ունեն եւ երեխան վաղ տարիքից սովորում է պատասխանատվություն կրել իր հաջողությունների համար։ Սա իհարկե մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ ոչ այնքան, որովհետեւ երեխան մեծանում է ավելի շատ ծնողներին գոհացնելով եւ արդեն մեծ տարիքում նույնպես իր եսը, իր ցանկությունները մի կողմ դնելով ավելի շատ ամեն բան անում է, որպեսզի չհիասթափեցնի իր գերդաստանին, ծնողներին, բարեկամներին։ Մշակութային ինքնության փոխանցման ձևն էլ է տարբեր։ Հայ երեխան մեծանում է պատմության, ազգային հիշողության ու գոյատևման գաղափարների մեջ։ Նրան փոխանցվում է իր ժողովրդի անցյալի հանդեպ հպարտությունը, լեզվի կարևորությունը։ Իսկ հնդիկ երեխան իր հերթին մեծանում է բազմաշերտ մշակույթի մեջ, որտեղ տարբեր կրոններ են, ծեսեր, լեզուներ հյուսված են մի առօրյայի մեջ։ Նա էլ սովորում է հանդուրժողականություն եւ բազմազանության հետ ապրել։ Հայ եւ հնդիկ երեխաների դաստիարակության տարբերությունները հատկապես տեսանելի են առօրյա մանրուքներում, որոնք առաջին հայացքից աննշան են թվում, բայց իրականում խորքային մտածողություն են բացահայտում։ Այդ տարբերությունները զգացվում են ծնողների խստության, երեխայի շարժուձևի, ինքնուրույնության սահմանների, ինչպես նաև կարգուկանոնի ու մաքրության նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Հայկական ընտանիքում ծնողի խստությունը հաճախ արտահայտվում է վարքի նկատմամբ ուշադրությամբ։ Երեխային կարող են օրինակ սաստել, եթե նա տգեղ է նստել, ոտքերը բաց է նստել, կամ սեղանի շուրջ անփույթ է իրեն պահում։ Հայ ծնողի համար կարևոր է, թե երեխան ինչպես է երևում դրսից։ Դա կապվում է դաստիարակության, ընտանիքի պատվի եւ շրջապատի նկատմամբ հարգանքի հետ։ Հայ ծնողը շատ մեծ կարևորություն է տալիս մարդկանց կարծիքին, թե կողքից տեսնեն ինչ կասեն եւ այլն, պետք է դու քեզ ճիշտ պահես։ Հնդկական ընտանիքում նույն իրավիճակներում, եթե երեխան տգեղ է նստել, մեծահասակները չեն շտապում ուղղել նրան։ Հնդիկ
ծնողի համար դրանք բնական բաներ են եւ ասում են ինչը բնական է, դա ուղղելու կարիք չունի, բայց պետք է նշեմ, որ երբ հնդիկ ծնողը տեսնում է երեխան վատ ձևով է նստած հյուրերի մոտ, երեխա ասելով ես նկատի ունեմ նաեւ այն 10, 12, 13 տարեկան երեխաներին, այդ մեծ տարիքում նույնպես շատ ժամանակ չեն սաստում ու ոչինչ չեն ասում, ոչ թե մտածում են, որ գեղեցիկ չէ, բայց չասեմ, թող ազատ լինի ինքն իր վարքի եւ որոշման մեջ, այլ ուղղակի իրենց մտքով չի անցնում, դա նորմալ է իրենց համար։ Չեն մտածում, որ կարելի է ուղղել, սաստել եւ այլն։ Խոստությունը ավելի շատ վերաբերվում է ավագների նկատմամբ հարգանքին, խոսքի տոնին եւ ընտանիքին հնազանդվելուն, ընտանիքի մեծերին հնազանդվելուն, այլ ոչ թե շարժուձևին կամ խաղային ազատությանը։ Ինքնուրույնության հարցում եւս տարբեր է պատկերը։ Հայ երեխան ավելի շուտ է սովորում ինքնուրույն հագնվել, ուտել, հավաքել իր խաղալիքները, քանի որ կարգ ու կանոն ընտանիքում կարևոր արժեք է համարվում։ Ծնողը կարող է պնդել, օրինակ, սա քո սենյակն է, դու պետք է հավաքես, կամ ինչ որ թափել ես, դու պետք է հավաքես, կամ չգիտեմ, մահճակալդ ինքնուրույն հավաքիր, պարտադրի, որ անպայման հավաքի եւ այլն եւ այլն։ Հնդիկ երեխան հատկապես փոքր տարիքում ավելի երկար է մնում մեծերի խնամքի տակ, նրա հետևից անում են շատ բաներ, հագցնում, կերակրում, կարգի բերում, քանի որ դա համարվում է սիրո դրսևորում, այլ ոչ թե երեխային փչացնել, ինչպես մենք ենք ասում, ինչպես ժողովուրդն է ասում։ Ես իմ անձնական փորձը մեջ բերեմ այստեղ, որ իմ սկեսրայրն էլ շատ զարմացել էր, երբ տեսավ, որ ես իմ տղային Ռոնիս չեմ կերակրում, այլ թողնում եմ, որ ինքն ուտի։ Ես ուտելիքը դնում էի Ռոնիի առաջ, ինքը փորձում էր ուտել։ Այդպես սովորեցնում էի ինքնուրույն ուտել, երբ նոր էինք սկսել հավելյալը, երբ դեռ շատ փոքր էր բնականաբար, զարմանում էր, որովհետև այստեղ մինչև անգամ 6, 7, 8 տարեկան երեխաներին ծնողը կարող է կերակրել ձեռքով, գդալով, ու դա համարվում է որպես հոգատարության ու սիրո դրսևորում։ Դե սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը, հուսով եմ հետաքրքիր էր, անպայման ձեր կարծիքը գրեք կոմենտներում, ես կսպասեմ, նաև կիսվեք ձեր դաստիարակության մեթոդներով, մի քանի կետ նշեք, կամ իմ նշած այս կետերից, այս ամբողջ թեմայից որ մասը ավելի շատ տպավորվեց ու ձեր կարծիքը հայտնեք բնականաբար, բաժանորդագրվեք, սեղմեք լայքի կոճակը, եթե հավանեցիք, շնորհակալություն, կհանդիպենք մյուս վլոգի շրջանակներում։